Այլ հայացք Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությանը։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Այս բանաձևի արձանագրումից ի վեր Երևանի եւ Բրյուսելի հարաբերություններում արդեն մի շարք զարգացումներ ունենք։ Օրինակ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է։ Հայաստանը ներառվել է Եվրոպական խաղաղության հիմնադրամում, մեկնարկել է 270 միլիոն եվրո արժողությամբ դիմակայունության եւ աճի ծրագիրը 2024-27 թվականների համար։ Հայաստանի եւ Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն է մեկնարկել։ Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցության մեկնարկի մասին օրենք է ընդունվել եւ այլն։ Փաստացի Հայաստանը եւ Եվրամիությունն այսօր մոտ են առավել քան երբևէ։ Այս արձանագրումն արվեց նաեւ Երևան Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցի ժամանակ։ Ավելին այդ այցը նշանավորվեց Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր ձեռքբերումների ազդարարմամբ։ Առաջինը Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր։ Եվրամիությունը հարևան տարածաշրջաններում Արևմտյան Բալկաններ, Արևելյան Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք իրականացնում է քաղաքացիական եւ ռազմավարական տարբեր առաքելություններ, ուղղված հակամարտությունների եւ ճգնաժամերի կարգավորմանը, խաղաղության աջակցմանը, միջազգային անվտանգության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ օրենքի գերակայության հաստատմանը։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը եւս ճգնաժամային կառավարման այդ գործողություններից մեկն է։ Հայաստանը մինչ այս իր ներդրումն է ունեցել տարբեր խաղաղապահ առաքելություններում ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի հովանու ներքո։ Այժմ հայկական կողմը հնարավորություն է ստանում իր ներդրումն ունենալ եվրոպական ջանքերում, ինչը մի կողմից ստեղծում է երկկողմ գործակցության նոր հնարավորություններ, մյուս կողմից ընդգծում աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումն ու ցանկությունը։ Երկրորդ կարևոր ձեռքբերումը Հայաստան-Եվրամիություն անվտանգային եւ պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկն է։ Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս ընդլայնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաեւ պարբերական քննարկումներ ունենալ տարածաշրջանային արդի թեմաների շուրջ։ Երևանյան առաջին խորհրդակցությունների շրջանակում քննարկվել են Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողությունների շրջանակի ներքո հետագա համագործակցության հեռանկարները, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, խաղաղության եվրոպական գործիքի շրջանակներում կողմերի միջև շարունակական համագործակցության հնարավորությունները, Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության քոլեջի եւ Հայաստանի համապատասխան կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Այս գործակցության շրջանակում Եվրամիության աջակցությունը ռազմավարական հաղորդակցությունների, մեդիագրագիտության բարձրացման, ապատեղեկության դեմ պայքարի ոլորտներում բավական կարևոր են Հայաստանի համար, հատկապես հիմա, երբ մեր երկիրը բախվում է տարբեր կիբեր եւ հիբրիդային սպառնալիքների, այդ թվում արտերկրից։ Ըստ փորձագետների 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման հարձակումները կարող են ակտիվանալ եւ Հայաստանի կարողությունների զարգացումն առավել քան հրատապ է, իսկ այդ հարցում Եվրամիությունն ունի բավարար փորձ ու հնարավորություններ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում երրորդ կարևոր ձեռքբերումը գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտն է։ Այս նոր հավակնոտ փաստաթուղթը ձևակերպում է ավելի խոր, ամուր եւ դիվերսիֆիկացված գործընկերության տեսլականը։ Այն նպատակ ունի իրացնելու համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը, ուղղորդելով ջանքերը Հայաստանի դիմակայունության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ կայուն զարգացման ամրապնդմանը։ Վերջնականացված փաստաթուղթը կանցնի Հայաստանի եւ Եվրոպական միության համապատասխան ներքին ընթացակարգերով, ինչից հետո կմտնի ուժի մեջ։ Երևանի եւ Բրյուսելի հարաբերությունների զարգացման հարցում բավական հեռանկարային ուղղություն է փոխկապակցվածության ոլորտը, հաշվի առնելով Եվրամիության գլոբալ դարպաս ռազմավարության եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի համադրելիությունը։ Այս ուղղությամբ արդեն իսկ ընթանում են քննարկումներ եւ կարեւոր է ընդգծել, որ եվրոպական կողմը եւս առաջ է շարժվում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անկախտելիության սկզբունքներով։ Տարածաշրջանային վերջին զարգացումներն առավել ընդգծեցին Հարավային Կովկասի դերը Եվրոպայի եւ Կենտրոնական ու Արևելյան Ասիայի միջև կապի ապահովման հարցում, ստեղծելով նոր հնարավորություններ։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակողում են զարգացման նոր փուլ, առավել համակողմանի գործընկերությամբ եւ փոխըմբռնման ավելի բարձր մակարդակով։